Սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել ըստ արիացիների արարչագործության երկրորդ փուլը։ Եվ այս պահին տեսնում ենք, թե արիացիները ինչպես են նկարագրում նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքը կախված կենդանի էակների բանականությունից, այսինքն կախված նրանց արժեքային համակարգից։ Այսօրվա մեր տեքստերն են, մենք շարունակում ենք այդ քննարկումը եւ այսօրվա մեր տեքստերն են, ես հիմա կարդամ այդ տեքստերը։ Ուրեմն Բհագավատամ 3-րդ երգ 12-րդ գլուխ տեքստեր 46-ից Պանքտին տաղաչափական արվեստը ծագեց Բրահմայի ողնուղեղից, իսկ Բրիհատի բանաստեղծական արվեստը կենդանիների տիրակալի շրջից։ Բրահմայի հոգին մարմնավորվեց բաղաձայներում, նրա մարմինը ձայնավորներում, զգայարանները շչականներում, նրա ուժը կիսաձայն հնչյուններում, իսկ զգայարանների գործունեությունը 7 երաժշտական նոտաներում։ Լինելով տրանսցենդենտալ ձայնի աղբյուրը, Բրահման ներկայացնում է Աստծո գերագույն անձնավորությանն այս աշխարհում եւ հետեւաբար վեր է դրսևորվածի եւ չդրսևորվածի հասկացություններից։ Բրահման մարմնավորում է բացարձակ ճշմարտության լրիվ ձևը եւ կոչտված է ամենատարբեր էներգիաներով։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, այդպես առաջին հայացքից թվում է, որ շարունակվում է արարչագործությունը, վերջին անգամ, երբ որ մենք ձեզ հետ հանդիպել էինք, մենք քննարկեցինք, որ առաջացավ պոեզիան, հա, եւ հիմա այսօր խոսքը գնաց նրա մասին, թե ասենք Տեր Բրահմայի որ մասից դուրս եկան ինչպիսի տառերը, չէ, ձայնավորները եւ այլն եւ այլն։ Եվ թվում է, որ այստեղ ընդհանրապես քննարկելու բան չկա, չէ, բայց իրականում մենք պետք է հասկանանք, որ շատ հաճախ հենց այսպիսի առաջին հայացքից ոչ մի բան չասող բացի ինֆորմացիա տալուց տեքստերը իրանք մեկ-մեկ շատ հետաքրքիր, խորը եւ նուրբ տրամադրություններ ունեն իրենց մեջ, հա։ Ուրեմն առաջի հերթին, որպեսզի մենք ինչ-որ մի կերպ առաջի հայացքից մոտենանք հենց տեքստի մեխանիկային, չէ, ապա կարելի էր հարցադրում կատարել ընդհանրապես ինքներս մեզ, թե ինչ ընդհանուր բան կար այս վերջի 5-6 տեքստերում, որտեղ խոսքը գնում էր պոեզիայի մասին, խոսքի մասին, տառերի մասին եւ երաժշտության, որտեղ խոսքը գնաց նաեւ նոտաների մասին, չէ։ Եվ ինչու հանկարծ հիմա առաջագործության ընթացքում Տեր Բրահման, որը ինքը ուրեմն արարեց հրաժարման սկզբունքները, ինչպես մենք տեսանք, չէ, գնաց արարչագործություն տարբեր տեսակի նյութական աշխարհում գործող օրինաչափությունների արարչագործությունը, բանը, ինչ են ասում, կումարները ուրեմն արարվեցին, հետո 10 որդիները, հետո նրանից առաջ արարվեց Ռուդրան, որը ինքը տրանսֆորմացիայի սկզբունքն էր եւ այլն, եւ հանկարծ խոսքը գնում է պոեզիայի մասին, այսինքն Տեր Բրահման ինքը սկսում է արարել ձայնը, հա, արարել պոեզիան, տառերը, երաժշտությունը, չէ՞։ Եվ ասենք կարողանում ենք հասկանալ, որ միջև այդ պահը Տեր Բրահման ինքը արարում էր աշխարհը։
Եվ ինչ որ մի պահից սկսած ինքը իրականում սկսեց արարել այն լեզուն, որով այս աշխարհը կարող է խոսել, չէ՞, որովհետև տառերը, բառերը, պոեզիան, երաժշտությունը, դա ամեն ինչը խոսելու ունակությունն է։ Եվ սա արդեն խոսքը բանի մասին չի էլի, բիոլոգիա, ոնց է հայերեն, բիոլոգիայի մասին չի էլի, այսպես նայ մաման չգամ, հա, սա արդեն մշակույթի արարման խնդիր է, չէ՞։ Ուրեմն տեսանք, որ շատ հետաքրքիր մարմնի մասեր ընտրվեցին, չէ՞։ Օրինակ ասվեց, որ նրա ողնուղեղում, հա, ինչ որ արարվեց ինչ որ մի բան։ Հիմա տեսնենք տեսակ, տեսնենք թե ասենք կոնկրետ ինչի մասին է խոսքը, չէ՞։ Բայց եթե մենք արդեն փորձում ենք խորանալ, ապա ողնուղեղը ինքը գտնվում է խորը ոսկորների ներսում, չէ՞, կարելի է ասել, որ ողնուղեղը դա իրականում շատ պաշտպանված նյութ է։ Ինքը աչքերից փակված է, չէ՞, չեք կարող աչքերով տեսնել իրան, հասկանում եք։ Եվ, հա, եւ այնտեղ է, որ ծնվում է արյունը։ Իրականում ողնուղեղն է, որ ինքը նպաստում է, այսպես էլ, որից իրականում կախված է արյան որակը, ինչքան ես հասկանում եմ, հա։ Այսինքն, տեսեք, ինքը արյունը, չէ, մշտական обновляется, մշտական թարմանում է, եւ թարմանում այն իմաստով, որ մշտական փոխվում է, ինքը կարող է թարմանալ եւ դեպի վատը, եւ դեպի լավը, թարմանալը դա անպայման դրականը չի, չէ, բայց մշտական ինքը փոխվում է, հա, եւ կարող է հենց դրա համար է, որ ինչպես էստեղ ասվեց, որ այդ վեդայական պոեզիայի ռազմեր, չափ, չգիտեմ հայերեն դա ոնց են ասում էլի, առաջանում է հենց այդ ողնուղեղից, չէ՞։ Այսինքն պոեզիան ինքը այստեղ այդ որ ասեց ողնուղեղից, պոեզիան այստեղ ինքը ոչ թե ներկայանում է որպես գիտելիքի արտաքին զարդը, հա, այլ ինքը ծնվում է հենց կյանքի խորքից, հասկանում եք, չէ՞։ Իսկ երբ որ ուրեմն խոսքը գնաց շնչառության մասին Տեր Բրահմայի, չէ, ապա մենք կարողանում ենք հասկանալ, որ առանց շնչառության ընդհանրապես հնարավոր չի, ուրեմն որպեսզի կենդանիակը ինքը կարողանա խոսալ, այսինքն դա հենց օդի հետ է կապված, չէ։ Եվ մինչև մարդը ինքը շունչ չքաշի, չէ, ինքը չի կարող խոսել։ Եվ դրա համար այս իմաստով մենք տեսնում ենք, որ շատ հետաքրքիր միտք է այստեղ առաջանում, հա, որ իրականում, չէ, այդ մենք կարող ենք ասել, որ օրինակ բանաստեղծությունների ռիթմը, երբ որ ստեղծագործ անձնավորությունը ինքը բանաստեղծություն է գրում, կարող է շատ հետաքրքիր կապ ունենալ այդ պահին իր շնչառության ռիթմի հետ, հա։ Եվ երբ որ մենք խոսում ենք վեդայական գրականության մասին, ապա նրանք ովքեր որ ընդհանրապես առնչություն ունեն այդ մշակույթի հետ, իրենք գիտեն, թե ինչպիսի մեծ նշանակություն են տալիս արիացիները իրենք այդ վեդայական տեքստերը սանսկրիտ լեզվով կրկնելուց, չէ՞։ Օրինակ ասենք, այս նույն Բհագավատամը, որը մենք ձեզ հետ հիմա քննարկում ենք, չէ՞։ Եթե դուք ունենաք այդպիսի փորձ, որ վերցնեք Բհագավատամը եւ ասենք, հայերեն ինքը թարգմանված չկա, հա, բայց ասենք ռուսերեն լեզվով, անգլերեն լեզվով, այ ուղղակի առանց ոչ մի մտածելու, առանց ոչ մի ինչ-որ process-ների մեջ ներգրավվելով, հա, ուղղակի այսպես այդ տեքստերը կարդաք։ Այդ 12 երգը կարդաք։ Հասկանում եք, դուք կտեսնեք, որ
Այ ամեն անգամ, իրականում դա ասես մի անգամից հնարավոր չի անել, չէ, բայց ամեն անգամ, երբ որ դուք դա կանեք, չէ, դուք կտեսնեք, որ մի հատ շատ յուրահատուկ վիճակի մեջ եք ընկնում։ Հասկանում եք։ Եվ սա ինքը իրականում շատ կարևոր, ուրեմն կետ է, հա, որ իսկ եթե դուք ասենք այդ նույն Բhagavad-ը կամ Bhagavad Gita-ն սովորություն ձեռք բերեք, կրկնեք սանսկրիտ, այդտեղ մի հատ շատ հետաքրքիր բան կա, անկախ նրանից, թե դուք սանսկրիտը հասկանում եք, թե չեք հասկանում, հա, այդ տեքստերի, այսպես ասեմ, էլի վիբրացիան ինքը շատ յուրահատուկ ազդեցություն է թողնում մարդու վիճակի վրա։ Թվում է, որ արտասանում ես բառեր, որը չես հասկանում։ Բայց երբ որ համեմատում ես քո վիճակը, այն պահին, երբ որ դու սկսեցիր արտասանել, եւ այն պահին, երբ որ արտասանեցիր, վերջացրեցիր, դա երկու անհամեմատելի վիճակներ են։ Հասկանում եք, այստեղ ամեն ինչը փորձի վրա է, էլի, որտեղ ասենք, հա, կարելի է ասել, դու հորինում ես, դա ուղղակի քո վրա այդպիսի ազդեցություն է թողնում եւ վերջ, չէ՞։ Բայց եթե մարդը ինքը չի ալարում եւ այդպիսի փորձ է կատարում, ապա կարելի է ասենք, եթե Bhagavad Gita-ի մասին է խոսքը, կարելի է ոչ թե կրկնել, ասենք ամբողջ Bhagavad Gita-ն, հա, այլ փորձի համար կրկնել միայն մի գլուխ, այսպես տեքստերով, սանսկրիտ լեզվով կրկնել, որտեղ բոլոր հրատարակչությունների մեջ միշտ սանսկրիտ արտասանությունը ինքը անպայման գրանցվում է։ Ինչու, որպեսզի նրանք, ովքեր որ գիտեն սանսկրիտ, իրանք կարողանան հասկանալ, թե ինչպիսի տեսք ունի օրիգինալ տեքստը, չէ՞։ Ուրեմն այստեղ իրանք այդ հանգամանքը, որ վեդայական տեքստերը կամ ինչպես իրենք են ասում մանտրաները, չէ, երբ որ առանց հասկանալ, չհասկանալ, այդտեղ այդ ամենահետաքրքիրն է, որ ոչ մի կապ չունի հասկանում ես, թե չես հասկանում։ Հա, եթե հետո թարգմանությունն էլ կարդում ես, հասկանում ես, ինչ տեքստեր ես կարդում, դա շատ ավելի լավ, բայց ինքը վիբրացիան, այսա էլի ծրամաստ է խոսքը, ինքը վիբրացիան, թե ինքը ասենք այ իրանց հնչյունները, սանսկրիտ լեզվի հնչյունները, իրանք ինչպես են բանալվում, չէ, ինքը շատ մեծ արվեստ է։ Մենք պետք է հասկանանք, չէ, որ օրինակ, երբ որ ես շատ եմ խոսում դրա մասին, որ վեդայական քաղաքակրթության մեջ բրահմանները իրենք կարողանում էին հրավիրել կիսաստվածներին եւ նույնիսկ արարչին։ Այ արարչին իհարկե դա ամեն անգամ այդպես ոչ թե չէր հաջողվում, այլ իրանք ոչ էլ դիմում էին այդքան, էլի, ոնց որ ասենք հիմա մի հարց, որը կարելի է լուծել օրինակ նախարարի միջոցով, ամեն հարցով չի, չէ, որ դիմում են նախագահին կամ վարչապետին։ Հասկանում եք։ Ուրեմն այդ դրա համար ինքը ուրեմն շատ այսպես հետաքրքիր բաներ կան, էլի, թեմաներ կան այստեղ, չէ՞։ Եվ ասեք այո, բայց կարևորը նա է, որ այդ մանտրաները այնպես կրկնել, եւ դա արիացիները իրենք անմիջապես կապում էին առաքինության հետ։ Հա, տեսեք, օրինակ ասենք, փաստացի, երբ որ մենք նայում ենք, թե արիացիները իրանք ինչ մոտեցում են ունեցել, չէ, այդ մոտեցումը ինքը դառնում է այսպիսինը, որ արիացիները իրենք բան են անում, փաստացի դա են նկարագրում, չէ, որ սանսկրիտը հնարավոր է ճիշտ արտասանել միայն երբ որ անձնավորությունը ինքը գտնվում է առաքինության մեջ։ Դա էր պատճառը, մենք սա արդեն քննարկել ենք, որտեղ արտաքինից երբ որ կարդում ես, ասենք, հիշում եք տեքստերը իրանք ասեցին, չէ, որ ասենք շուդրաները կամ սովորական այդ անձնավորությունները, որոնք դեռ հոգևոր զարգացման տեսանկյունից բավականին մաքրություն չունեն, չէ, իրանք ուրեմն այդ բան են անում, էլի, իրանք իրանց թույլ էին տալիս, որպեսզի իրենք մասնակցեն զոհագործությանը, բայց իրենց արգելված էր արտասանել մանտրաները, ինչու, որտեղ իրանք ընդհանուր բանը, այդ ընդհանուր մաքրության վիբրացիաները կաղավաղ էին։ Եվ հենց որ այդ աղավաղված վիբրացիաները հասներ կիսաստվածների ականջին, իրանք ուղղակի չէին գա։
Ինչու որտեվ իրանք հասկանում են, որ այս պահին իրանց կանչում են էգոիստ, տրփանքի եւ բաներ այսպես ոչ առաքինի նյութական ցանկություններ ունեցող կենդանի էակներ։ Ինչ է շամփուն ոչ առաքինի ցանկություններ, որոնք արդար չեն, որոնք հաշվի չեն առնում ուրիշ կենդանի էակների, ասենք արժանինքները կամ եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար իրանք ասում էին դուք պրոստը մի խոսացեք, էլի, եկեք, մասնակցեք, հավաքեք բարեպաշտության պաշար, որպեսզի կարողանաք հոգևոր առաջընթաց ունենալ եւ այլն։ Եվ այլն, բայց մանտրաների հետ գործ չունեք։ Մանտրաները կրկնելը դա միայն առաքինության մեջ հաստատված, շատ հաստատված, ոչ թե պրոստը հաստատված, այլ շատ հաստատված կենդանիների գործն էր։ Հասկանում եք, որպեսզի կիս աստվածները իրանք ռեակցիա տան եւ գան։ Այս մի քիչ հետո մենք այս փիլիսոփայությունից դուրս կգանք արդեն աստծո ողորմածությամբ եւ կսկսենք պատմությունները նայել։ Այդտեղ մենք շատ մեծ դաշտ ձեռք կբերենք հոգեբանական անալիզների համար առաջերտին, համել արդեն կծանոթանանք, թե այդ ամբողջ փիլիսոփայությունը, որը մենք այսքան ժամանակ քննարկում ենք, չէ, ինքը ինչպես էր կիրառվում։ Հիմա տեսեք սերիներս, չէ, ուրեմն այս իմաստով, չէ, ձայնը ինքը շատ մեծ նշանակություն ունի։ Եվ այո, դրա համար է, որ ասենք օրինակ վերցնելով արիացիներից կա այդ պնդումը առաջ եղել է խոսքը, հա, բայց թե ինչ խոսք, այդ որ բառն է, որ առաջինն է եղել, չէ, այդպես էլ հայտնի չի։ Արիացիներ իրենք ասում են դա օմն է։ Օմը ինքը շատ միստիկական բառակապակցություն է, տարակապակցություն է, այսպես ասեմ, որովհետև ինքը անմիջապես ասեցու, եթե ճիշտ է նա կատարում այդ օմի արտասանությունը, այդ վերջի մն, չէ, որտեղ ինքը գալիս է օմի վրա երկար կանգնում են, չէ, ինքը այդ եթե այսպես գիծ անցկացնենք, հա, որտեղ որ ինքը այդ գլխի մեջ հատվում է, այդտեղ վիզուալիզացիայի կենտրոնն է։ Եվ այդ երբ որ անում են, չէ, ինքը եթե դուք հիմա նույնիսկ այդ օմը կրկնեք եւ մն երկար պահեք, այդ կետը անմիջապես կզգաք, թե որ գլխի մեջ ինչ-որ մի հատ կետ սկսեց բան անել, էլի ակտիվանալ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն դա շատ կարևոր տեխնիկա էր իրականում բացարձակի հետ կապվելու համար։ Բայց սրանք արդեն այսպես է տեխնիկական գաղտնիքներն են, որ այս պահին դեռ մեզ այդքան էլ անհրաժեշտ չեն։ Հիմա տեսեք, ուրեմն վեդայական բաները, հիմները, չէ, ես դրա համար եմ միշտ ասում, որ այս պահին Հնդկաստանում, երբ որ այդ վեդայական մանտրաները կրկնվում են եւ այլն, իրենք արիացիները պարզ ասել են, որ աստվածամերժության շրջանում այդ ամեն ինչը չի աշխատելու։ Եվ մենք փաստացի տեսնում ենք, որ ամբողջ Հնդկաստանի այսպես կոչված բրահմանները ուզում է տարիներով այդ մանտրաները կրկնեն, մենք այդ հրաշքը չենք տեսնում, որ Հնդկաստանում ամեն անգամ, երբ որ զոհագործություն է կատարվում, երբ որ իրանք այդ մանտրանները նստում են, սկսում են կրկնել, աստվածները իրանք ռեակցիա են տալիս եւ գալիս են։ Այսպես անհատական իրենք կարող են ռեալ մաքրություն ունեցող ազնվորությունների առաջ կանգնեն։ Հասկանում եք, բայց այդպես որ ինչ-որ բան իհարկե ոչ, որտեղ այնտեղ էլ չէ, այսպես ասենք էլ ինչ-որ արիացիների ստանդարտներին համապատասխան մաքրություն չկա։ Հասկանում եք։ Եվ ոչ հինդուիստների մեջ, ոչ էլ Հնդկաստանում ապրող մուսուլմանների մեջ, թող ինձ ներեն, ես ասենք մուսուլմանների մասին, երբ որ խոսում եմ մի քիչ զգուշավոր եմ խոսում, որտեղ շատ ագրեսիվ են իրենք, բայց ասենք այո, իհարկե, դե ամեն մի կրոնականություն ինքը ունի ինչ-որ արժանինքներ եւ ինչ-որ թերություններ, բնականաբար, չէ, եւ երբ որ մենք թերությունները քննարկում ենք, մենք ոչ մի նպատակ չենք հետապնդում նսեմացնելու, մենք նպատակ ենք հետապնդում ճիշտ հասկանալու, եւ թող ոչ մեկ չնեղանա, դա նույն բանն է, երբ որ ամեն մարդ ինքը մտածում է, որ ինքը կատարյալ է, եւ երբ որ իրան ինչ-որ մեկը նկատողություն է անում, որ դու միգուցե ինչ-որ մի հատ
բան ունես, էլի թերություն ունես, այնպիսի ռեակցիա են տալիս, ոնց որ թե իրանք հոգևոր աշխարհի ապրողներ են եւ իրենց ընդհանրապես չի կարելի նույնիսկ կողքով անցնել կամ ինչ որ մի թերություն նշել, չէ՞, որտեղ թերությունը կարելի է նշել, այո, նսեմացնելու համար, բայց կարելի է նշել նաեւ բարյացակամ, չէ՞, որպեսզի ազնվորությունը ինքը աշխատի իր թերության վրա եւ դառնա շատ ավելի լավը, քան ինքը կա այդ պահին։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այս ամեն ինչը ինքը շատ կարևոր ուրեմն կետեր են եւ հիմա ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները հիմա նկարագրում են, որ ինքը ձայնը, այս звуковая вибрация, լինի դա խոսքը, թե լինի դա երաժշտությունը, ինքը շատ կարևոր երևույթ է։ Հա? Ուրեմն 47-րդ տեքստում խոսացվեց նրա մասին, որ փաստացի, որ հոգին դա բաղաձայն, согласны, դա բաղաձայներն են, չէ՞։ Մարմինը դրանք, կներեք այդ բառերը մոռացա, մի հատ բացեմ, հա։ Ձայնավորներն են, հա։ Ուրեմն նկարագրվեց, որ մարմինը ձայնավորներն են, զգարանները, это шипящие, այդ շ, հա, այդ տառերն են, ոնց է դա շչականներն են, առաջի անգամ եմ լսում այս բառը, հա, ուրեմն ուժը դա կիսա ձայնավորներն են եւ զգարանների գործունեությունը դա երաժշտությունն է։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն տեսեք, այստեղ փաստացի նկարագրվում է, թե ինչպես է կառուցված, դեռ հեզ թեմայով խոսանք էլի, թե ինչպես է կառուցված կենդանի էակի բանը էլի խոսելու ունակությունը։ Հասկանում եք։ Ուրեմն տեսեք, օրինակ, չէ՞, բաները, եթե մենք այսպես տեխնիկապես ենք վերցնում, ապա ձայնայիններ, բանը, բաղաձայները, չէ, իրանք, այսպես, իրանք իրանցով համարյա պրակտիկորեն, այսպես, առանձին չեն օգտագործվում, չէ, օրինակ, կա, օրինակ ռուսերենում, չէ, ասենք, կա ա, ի, չէ, ի я хочу, а может быть, չէ, այդ ձայնավորը ինքը կարող է առանձին օգտագործվի, բայց ոչ միտեղ, ոչ մի լեզվում չկա այդպիսի բան, որ բաղաձայնը ինքը օգտագործվի մենակ, այսինքն բաղաձայնը ինքը միշտ պահանջում է ձայնավոր հնչյուն, հա, եւ միայն իրանց միացությունից է, որ կարող է արդեն ձևավորվել բառը, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ ասվեց, որ հոգին ինքը բանն են, բաղաձայներն են, մարմինը, ուրեմն ձայնավորներն են, չէ՞։ Եվ այստեղ այսպես, եթե մի քիչ ազատություն տանք մեր բանին, երևակայությանը, ապա երևի թե կարող ենք ասել, հա, որ ֆորման ինքը աշխարհում արտահայտվում է իմինը ձայնավորների եւ բաղաձայնի միացության միջոցով, այսինքն հոգու եւ նյութական մարմին ունենալու անհրաժեշտությամբ, չէ՞։ Մենք կարողանում ենք այստեղ բան անել, այսպես ենթադրություն անել, չէ՞, որ առանց հոգու մարմինը ինքը մնում է անիմաստ բան։ Եվ առանց մարմնի հոգին, ու հատկապես նյութական աշխարհում, մնում է անտեսանելի։ Եվ միայն երբ որ այդ երկուսը միանում են, այսինքն ձայնավորը եւ բաղաձայնը, հա, արտահայտվում է մարմինը եւ
իսկ երբ որ արդեն խոսում ենք ձայնի մասին, արտահայտվում է բառը։ Հասկանում եք։ Հիմա ինչ վերաբերվում է երաժշտությանը, ասվեց, որ երաժշտությունը դա արդեն զգայարանների գործունեությունից արտահայտվեց։ Ինչու՞։ Որովհետև իրականում այդ զգացմունքների ամեն մի շարժումը, որը կենդանիակը իր մեջ զգում է, չէ՞, ինքը միշտ ունի իր ռիթմը։ Տեսեք, մենք էմոցիան ենք, չէ, արտահայտում բառի, պոեզիայի եւ երաժշտության միջոցով։ Դա հենց զգացմունքի շարժումն է։ Հասկանում եք։ Նա տեսեք, ասենք, չէ, եթե մենք ուշադիր նայենք, ասենք, նույնիսկ մարդու քայլվածքը, նրա շնչառությունը, չէ, նրա խոսելու արագությունը կամ դանդաղությունը, եթե ուզում եք իմանաք, նույնիսկ մարդու տրամադրությունը, չէ, իրանք բոլորը ունեն իրանց ռիթմը։ Հասկանում եք, չէ։ Եվ այստեղ ստացվում է, որ երաժշտությունը ինքը ոչ թե նախասկզբնականորեն, այսինքն շատ կարևոր գաղափար է, որտեղ նրանք այն երաժիշտները, որոնք իրանք օրինակ ասենք, տեսեք, հանրահայտ Beatles-ները, չէ, իրանք իրականում, երբ որ Պրաբհուպադը ինքը դուրս էր եկել գիտակցությունը քարոզելու, Beatles-ները իրանք շատ մեծ հետաքրքրություն են ցույց տվել այդ ընդհանրապես վեդայական ուսմունքի ուրեմն բան շուրջ, չէ, հանդեպ եւ իրանցից մեկը Հարիսոնը ինքը մինչև վերջ դարձել է Պրաբհուպադի աշակերտը, մինչև վերջ մնացել է այդ ուրեմն շարժման աջակից, այդ շարժման մեջ համարելով իրեն Պրաբհուպադի աշակերտ, ձեռնադրում է ստացել հոգևոր անուն ունի, չէ՞։ Եվ ինչի համար եմ ուզում ասել, որտեղ իրանք նրանք ովքեր որ գործ ունեն երաժշտության հետ, չէ՞, իրանք երբ որ մտնում են այդ մշակույթի մեջ, թե երաժշտությունը ինքը ինչ նշանակություն ունի ընդհանրապես արիացիների ինտերպրետացիայով, այդտեղ շատ խորը բաներ կան եւ շատ երաժիշտներ իրանք խոսում են նրա մասին, որ ոնց որ բանել իրանք իրենց սնուցումը, եթե ուզում են դառնան շատ գրագետ երաժիշտներ, իրանք սնուցումը վերցնում են հենց վեդայական գիտելիքից երաժշտության հետ կապված, չէ՞։ Եվ ուրեմն, այո, երաժշտությունը ինքը շատ յուրահատուկ, հատկապես երաժշտությունը շատ յուրահատուկ տեղ է գրավում, չէ՞։ Ուրեմն Եվ այստեղ մենք կարողանում ենք հասկանանք, որ արիացիների կատարմամբ, չէ, հիմա երաժշտությունը դա ուղղակի զվարճանք չէր, այս է ուզում ասեի, հասկանում եք, այլ ինքը արտահայտում էր կենդանի էակի ներքին աշխարհի շարժման ռիթմը, չէ, եւ արիացի կոմպոզիտորները իրանք գիտեին այդ նոտաները ինչպես պիտի շարվի, այսինքն երաժշտական նախադասությունը ինքը ինչպես պիտի կազմվի, չէ, որպեսզի դրական ազդեցություն ունենա կենդանեակի ներքին աշխարհի շարժման վրա։ Հասկանում եք, տեսեք օրինակ չէ իմ ասենք, դա էլ հո գիտականորեն ապացուցված է, չէ, որ Մոցարտի երաժշտությունը ինքը շատ հետաքրքիր ազդեցություն է ունենում մարդու վրա։ Մարդիկ Մոցարտի երաժշտության հիմքի վրա, այսինքն կան հատուկ գործեր, որոնք իրենք յուրահատուկ ձևով ազդում են երեխաների վրա, կան հատուկ գործեր, որոնք իրենք յուրահատուկ ձևով ազդում են առողջության վրա, չգիտեմ, դեմենցիայի վրա եւ այլն, չէ՞։ Սա արդեն գիտականներն են ընդունել, հասկանում եք, սա փորձեր են արվել եւ համոզվել են, որ այո, դա այդպես է։ Իհարկե, Մոցարտը ինքը այսպես ինչ որ հատուկ չէր դստում բանանում, այդ իր մեջ աստվածատուր էր, ինքը իրան էր ճիշտ դուրս գալիս, հա, բայց երբ որ մենք խոսում ենք օրինակ արիացի բրահմանների մասին, չէ, իրանք պրոստը գիտեին, թե այդ նոտաները իրանք ոնց պիտի օգտագործվեն, որպեսզի երբ որ մարդը ինքը այդ վիբրացիաները լսում է, այդ վիբրացիաները իր վրա իմինը հոգևոր աճին նպաստող
ուրեմն տրամադրություններ ստեղծել, չէ՞։ Օրինակ տեսեք, ես մի անգամ արդեն ասել եմ, կարծում եմ, որ հիմա ոչ մեկից համար ինչ-որ ժամանալի բան չեմ ասելու, որտեղ դա արդեն բոլորի կողմից հայտնի երևույթ է, չէ՞։ Ժամանակին ճապոնացիները իրանք այդպիսի փորձեր արեցին, չէ՞։ Եվ հետո, ասենք, այդ նկարները գծվեց, որ օրինակ ռոք երաժշտությունը ինքը ինչպես է ազդում ջրի վրա, մոլեկուլների վրա, այն ինչից որ բաղկացած է արյունը, չէ՞։ Կամ ասենք, ինչպես է ազդում կլասիկ երաժշտությունը, ինչպես է ազդում հոգևոր երաժշտությունը, չէ՞։ Եվ այնտեղ պարզ երևում է, չէ՞, որ օրինակ երբ որ մարդը ինքը շատ է լսում ռոք երաժշտություն, չէ՞, իր արյունը վնասվում է, որովհետև արյան մոլեկուլները իրանք այսպես ուղղակի քայքայվում են, չէ՞։ Եվ հակառակը, երբ որ ասենք լսվում է կլասիկ երաժշտություն եւ այլն, այնտեղ արդեն բացարձակ այլ, այսինքն մարդը ինքը կոպտանում է, հասկանում եք, թե ինքը ինչ է դառնում, ինքը դառնում է տգիտության, այսինքն ինչ եք ուզում խոսանք, չէ՞, խոսում եք նրա մասին, որ երաժշտությունը ինքը իրականում, ինչպես եւ խոսքը, հա, ինքը մարդուն, այն մարդու ներքին աշխարհը կարող է միանգամից տանել դեպի տգիտություն, հա։ Երբեք չենք մոռանում, ինչու եմ ես այսքան շատ ուշադրություն դարձնում տգիտության գոյավիճակը, սիրելիներս, դա ինքը ոչնչացման, ավիրման օրինաչափությունն է, հասկանում եք։ Եվ երբ որ մեզ ընտելացնում են, որ մենք կարող ենք, օրինակ, YouTube-ում, չգիտեմ, Facebook-ում, չգիտեմ որտեղ, արդեն կապ չունի, ինտերնետ, այդ համակարգ այդ ցանցում, հա, հայհոյանքներով խոսել, այդ խոսքը իջացնել մինչև հայհոյանք, հա, դա նշանակում է, որ մենք ինքներս, երբ որ այդ վիբրացիաներն ենք արտահայտում, չէ, եւ մարդիկ, որոնք այդ վիբրացիաները լսում են, չէ, այդ մարդկանց այսպես ուղղակի ուղղորդում են դեպի տգիտության գոյավիճակ, հա, իսկ երբ որ հասարակության մեջ շատ են այդ տգիտությունը կրողները, հասկանում եք, իրանք դատապարտում են այդ տարածքը, այդ ավիրման, ոչնչացման process-ներին, եւ այսպիսի բաների վրա ուշադրություն չդարձնելը, հասկանում եք, սա շատ վտանգավոր երևույթ է։ Մենք հիմա, ես իմ խորը կարծիքը դա կայանում է նրանում, որ մենք հիմա հարձակման ենք ենթարկվել բոլոր սֆերաներում, եւ որովհետեւ հիմա ամենակարևորը կա սֆերաներ, որտեղ ընդհանուր առմամբ մեր ազգաբնակչությունը ինքը կրթված չի, մենք լավ չենք հասկանում, թե ինչ են անում մեր երկրի հետ, մեր ազգի հետ, երբ որ մեզ տարան այնտեղ, որ մենք դարձանք ուղղակի վերջի խուլիգանի նման հայհոյող ազգ։ Քաղաքակրթության մասին հələ չենք խոսում, դաստիարակության բան է, դա մեջը թողնենք այն կողմ, հիմա այստեղ դա չի կարևոր, թե որտեղ է դա իջացնում, հասկանում եք, չէ, օրինակ տեսեք, ասենք, մեր մոտ կան շատ գրագետ ազնվորություններ երաժշտության մեջ, չէ, որտեղ իրանք, ասենք, քննարկում են, օրինակ, մեր հիմնը, չէ, եւ ասենք երաժշտության տեսանկյունից նայում են եւ ասում են, սա իջացնող երաժշտական նախադասություն է։ Եվ այսինքն ձայնը ինքը շատ մեծ նշանակություն ունեցող բան է, հասկանում եք, եւ այո, ես հատկապես ինձ ունկնդրողներին կոչ եմ անում ընդհանրապես չօգտագործել ցածր վիբրացիաներ ունեցող բառեր, չլսել ցածր վիբրացիաներ ունեցող երաժշտություն, հասկանում եք, մարդը, որը ինքը երաժշտություն է արտաբերում թմրամիջոցների ազդեցության տակ, ինքը ոչ մի բարի բան այս աշխարհ չի կարող մտցնել, որովհետև թմրամիջոցներ օգտագործողը ինքը տգիտության գոյավիճակի ներկայացուցիչ է,
ոչ մի բարձրացնող բան չի կարող տալ։ Ես ասեք հա, եթե ինքը կրքերի, չգիտեմ ինչի մասին է երգում, համեմատաբար տգիտության գոյավիճակի հետ, դա բավականին բարձր մակարդակ է։ Համենայնդեպս վտանգները շատ ավելի քիչ են, քան երբ որ իմенно տգիտության վիբրացիաներն են հնչում։ Հասկանում եք, եւ դրանից պետք է շատ հեռու մնալ։ Հիմա, այսինքն երաժշտությունը, պոեզիան, դրանք ուղղակի բան չեն, էլի, դրանք միջոցներ են, ինստրումենտներ են կենդանեակի ներքին աշխարհի հետ աշխատելու։ Եվ այստեղ ուրեմն տեսանք, որ արդեն 48-րդ տեքստում, չէ, ուրեմն բացվեց իմաստը։ Իմաստը առաջի երկրորդ տեքստերի։ Ինչու ինչ որ հատուկ նշանակություն տրվեց տարերին։ Հա? Ինչու ասվեց, որ Տեր Բրահման ինքը տրանսցենդենտալ ձայնի աղբյուրն է։ Այսինքն ոչ թե ամեն մի ձայնի, հասկանում եք, տեսեք հիմա արիացիներ իրանք արդեն տեքստերի մեջ խոսում են նրա մասին, որ ամեն մի ձայն չի, որ ինքը բարենպաստ է։ Հա? Ու այստեղ ասվեց նրա մասին, որ Բրահման, այսինքն բարակալության մարմնավորումը, չէ, իր պիկերից մեկը դա նա է, որ ինքը ձայնային վիբրացիան օգտագործում է որպես տրանսցենդենտալ, այսինքն նյութական աշխարհի հետ ոչ մի կապ չունեցող թեմաներ։ Չէ՞։ Եվ դրա համար ասվեց, որ ինքը իմенно այն վիբրացիաների աղբյուրն է, որոնք ի վիճակի են կենդանեակին բերել դեպի Աստված։ Սա իրականում շատ կարևոր կետ էր։ Հասկանում եք, ինչի համար, որովհետև ժամանակակից մշակույթը, չէ, ինքը վերաբերվում է խոսքին, երաժշտության այդքան չէ, խոսքին վերաբերվում է ուղղակի որպես ինֆորմացիայի փոխանցման միջոց։ Մենք տեսնում ենք, որ վեդաները կամ արիացիները, չէ, իրենք ուրիշ կերպ են վերաբերվում ձայնին։ Հասկանում եք, այսինքն իրանք ինչ են ասում։ Իրանք ասում են, որ ձայնը ինքը ոչ թե փոխանցում է ճշմարտությունը, այլ ինքը իր մեջ ճշմարտությունը կրում է։ Չէ, որտեղ ինչ է նշանակում նոտա։ Նոտան դա ձայն է, չէ։ Եվ այսպես բարի իմաստ չպարունակող, բայց իր ազդեցությունը այնպիսին է, որ կարող է լինել շատ բարերից ավելի ազդեցիկ։ Հասկանում եք, դրա համար ասենք ինքը տեքստը ինքը խոսած տարերի մասին, չէ, եւ հետո միանգամից Գերագույն Աստծո ազնվորության մասին։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե այսպես կոչված ֆոնետիկայի մասին, հասկանում եք, այլ խոսքը գնում է գաղափարախոսության մասին։ Եվ խոսքը գնում է նրա մասին, որ ճիշտ ձևավորված ձայնը ինքը դառնում է հոգևոր էներգիայի բաների պրավադիկ փոխանցող, հա։ Եվ այստեղ տեսնում ենք, որ այդ թե ինչպես ներկայացրեցին արիացիները այդ ձայնի արտահայտումը, ձևավորումը նյութական աշխարհում, ինքը մեզ բերում է մի շատ գեղեցիկ մտքի, հա։ Եթե մենք 3 տեքստերը միացնենք իրար, ապա ստանում ենք այսպես մի հատ ընդհանուր շատ այսպես բաների համակարգված նկար, չէ, այսինքն սկզբում ձևավորվում են բանաստեղծությունները իրենց չափերով, չէ, հետո առաջանում են տարերը, այսինքն սկզբից այդ չափերը բաների ստրուկտուրը, ստիխա, բանաստեղծության ստրուկտուրան է սկզբից առաջանում, հետո առաջանում են տարերը, հա։
Հետո խոսքը գնում է նրա մասին, թե ինչու է այդ ամեն ինչը այդքան կարևոր, որովհետև երբ որ վիբրացիան ինքը ճիշտ է կառուցված, ինքը կարող է տանել մինչև Աստված։ Հա? Եվ տեսեք, եւ ինչ ասվեց, չէ, որ Գերագույն Աստծո աստավորությունը ինքը նյութական աշխարհ է մտնում ձայնով, այսինքն վեդաներով, ինքը տեղափոխեց վեդայական գիտելիքը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ արարչագործության իմաստով, չէ, մենք կարողանում ենք այսպիսի պնդում անել, որ արարչագործությունը ինքը ավարտվում է ոչ թե այն ժամանակ, երբ որ հայտնվում է նյութը, հասկանում եք, այլ ինքը ավարտվում է այն ժամանակ, երբ որ ստեղծվում է կամ առաջանում է հնարավորություն տեղափոխել հոգևոր գիտելիքը սուրբ վիբրացիաների միջոցով։ Հասկանում եք։ Հիմա, եթե մենք խոսենք հոգեբանության մասին, այստեղ տեքստերի մեջ, հա, խոսենք հոգեբանության մասին։ Ուրեմն ինչ հոգեբանություն կարող ենք մենք այստեղ քննարկել։ Այդ դրա համար, որպեսզի մենք կարողանանք հասկանալ երաժշտության եւ պոեզիայի դերն ու տեղը, մենք պետք է վերադառնանք հոգևոր աշխարհ։ Հոգևոր աշխարհում նրա ամենահարաբերությունների տեսանկյունից, այսպես ամենաինտենսիվ ուրեմն շրջանում, չէ, որը ինքը կոչվում է Գոկուլա, Վրինդավան, չէ, այդ որտեղ որ այն նախասկզբնական Աստվածն է ապրում, որն է նախասկզբնական Աստվածը, նա ով ունի լիարժեք անձնական կյանք, բոլոր 5 հարաբերությունների մեջ, հարուստ, լիարժեք անձնական կյանք ունի այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ տեսեք, այդ նախասկզբնական, տեսեք, երբ որ հայրացիները իրենք նկարագրում են հոգևոր աշխարհը, չէ, իրանք մենք մի քանի անգամ քննարկել ենք դա արդեն, չէ, որ ամենաառաջի շերտը, երբ որ կենդանիակը ինքը դուրս եկավ նյութական աշխարհից, հա, եւ սկսեց մտնել հոգևոր աշխարհ, առաջի շերտը, որ ինքը հանդիպում է, դա լույսի շերտն է, չէ, որտեղ ինքը կորցնում է իր նյութական էգոն, հա, բայց դեռ չի գիտակցում իր հոգևոր մարմինը, այսինքն ինքը գալիս է մի հատ դառնում է մի հատ կետ, որտեղ մնում է միայն մի խոսք, ես կամ։ Հասկանում եք, եթե հոգեբանության տեսանկյունից եք խոսում։ Հետո, երբ որ հիմա չմանրանամ էլի, ուրիշ բան եմ բացատրում։ Հիմա տեսեք, երբ որ ինքը եկավ, մտավ սկզբից լույսի մեջ, չէ, հետո այդ լույսի շերտը անցավ, մտավ հոգևոր աշխարհի կոպիտ ասած ամենատակի մոլորակային համակարգերը։ Այդտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպիսինն է։ Ինքը ունի 4 ձեռք, այսինքն խիստ արտահայտված է եւ իր հմայքը եւ իր հզորությունը։ Այսինքն դա ռեգիոններ են, որտեղ Աստված չի թաքցնում իր հզորությունը։ Տեսեք, այդ հզորության տեսանկյունից Աստծո ընկալումը, չէ, դա այն պատալոգն է, որտեղ կանգնում են բոլոր սուրբ գրվածքները, բոլոր կրոնական գաղափարախոսությունները։ Իսկ հորինում չենք հորինում, չէ, այսպես փաստ է, որը այդտեղ դրված է։ Հասկանում եք, այրացիները իրանք ասում են, դա հոգևոր աշխարհի ընդամենը առաջի շերտն է, Աստծո գոյությունը չի կարող սահմանափակվել, այդքան այդ տեսանկյունից թողից դերի Աստված ողորմելի վիճակով, հասկանում եք, ինչն է, որն է այդտեղ Աստծո դիրքը, ինքը արտահայտված Տեր է, որը արտահայտում է իր հզորությունը, որովհետև այդ կենդանիակները, որոնք ապրում են այդ ռեգիոնում, իրանք սիրում են Աստծո այդ հզորության ասպեկտը, չէ։ Ինքը այնտեղ ոչ ընկեր ունի, հա, ոչ բարեկամ,
հին հարաբերություններից ոչինչ չունի, բացի ծառայողականից։ Եվ ինքը այնտեղ ներկա է, մենակ ինքը եւ իր հավերժ կինը, Լաքշմին, այսինքն բախտի աստվածուհին։ Ու վсё։ Եվ ինքը այնտեղ կոպիտ ասած, այսպես գահի վրա նստած են իրանք երկուսով արտահայտված իշխանությամբ։ Չէ՞։ Հետո ինչքան ավելի խորանում է դեպի այդ հոգևոր աշխարհի կենտրոնը, հա, այդքան ավելի պակասում է այդ հզորությունից եկած տարածությունը Աստծո եւ կենդանեակների միջև, չէ՞։ Եվ այնքան որ կենդանեակները իրանք ավելի շատ հրապուրվում են Աստծո այդ հրապուրանքով, հասկանում եք, այդքան ուրեմն ինքը կամած այդ շերտերով այսպես մոլորակային համակարգեր են գնում, որտեղ ինքը ավելի մտերիմ է, հա, հասկանում եք, եւ այն բուն, որ իրանք ասում են, այս սա է նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորությունը, իրանք ինչ նկատի ունեն։ Իրանք նկատի ունեն, որ դա այն անձնավորությունն է, որը հնարավոր 5 հարաբերություններից բոլորը ունի։ Այսինքն չկա այդպիսի հարաբերություն, որը կենդանեակը այդ հարաբերությունը վայելում է, իսկ ինքը ոչ։ Հասկանում եք։ Այսինքն արիացիների այդ հոգեբանության տեսանկյունից սա այնպիսի խորը գաղափար է, որ Աստծո գոյությունը չի կարող լինել ավելի խղճուկ հարաբերությունների բազմազանության տեսանկյունից, հասկանում եք, քան օրինակ մարդունը։ Երբ որ մարդ ինքը կարող է ունենալ, չգիտեմ, ծնող, երեխա, բարեկամ, ընկեր, չգիտեմ, ծառա, տեր, եսիմինչ, հա, իսկ Աստված ինքը այնտեղ էս մենակ նստած է, ինչ որ 12, չգիտեմ, քանի ծառաներով կամ ինչպես դա կոչում են քրիստոնյաները, առաքյալներով շրջապատված եւ վերջ, իսկ մնացածները պոստի իր ստրուկն են։ Հասկանում եք, այդ մենք չենք ընկալում, էլի, որ հոգեբանական տեսանկյունից մենք այդտեղ դատապարտում ենք Աստծուն, ուղղակի գոյությունը ողորմելի ինչ որ մի հատ բանի մեջ է, չէ՞։ Այդ հարստության տեսանկյունից, էլի, խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք հիմա։ Եվ տեսեք, երբ որ գալիս է այդ ամենաինտենսիվ մոլորակը, որտեղ ապրում են, այսպես խելագարության աստիճանի մենակ Աստծո հմայքի վրա կենտրոնացած էակները, հա, այդ եւ այդտեղ ապրում է նախասկզբնական գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը այդտեղ այդ կենդանեակների հետ ինքը ընդհանրապես կարիք չունի ցուցադրել իր հզորությունը։ Ինչ այսքան ասեցի, իր ձեռքում մնում է միայն ֆլեյտը։ Ինչ է ֆլեյտը։ Տեսի Կրիշնա ինքը ֆլեյտա է նվագում երկու դեպքում։ Ինքը ֆլեյտա է նվագում իր ընկերների հետ, երբ որ իրանք ցերեկը ինքը անցկացնում է իր ընկերների հետ, գիշերը անցկացնում է իր սիրեցյալների հետ։ Հա? Եվ այսպես է նկարագրվում, որ երբ որ ինքը սկսում է կանչել իր սիրեցյալներին դեպի իր հետ հանդիպման, ինքը ֆլեյտա է նվագում։ Եվ ամբողջ այդ հոգևոր ռեգիոնը, երբ որ Աստված ինքը ֆլեյտա է վերցնում եւ սկսում է նվագել, չէ՞։ Նկարագրությունը այնպիսին է, որ հոգևոր աշխարհի քարերը հալում են, հա, ջրերը քարանում, կենդանեակները այսպես ստալբնակի մեջ չորանում կանգնում են, կորցնում են շարժվելու ունակությունը եւ միայն հենց իմինը իր սիրեցյալները, հա, այսպես դա կոչվում է հոգևոր խելագարություն, էլի, դա նյութական գիրքը չի, հասկանում եք, իրանք այն մի հատ այնպիսի վիճակի մեջ են ընկնում, որ եւ իրանք վազելով գնում են անտառ իրան հանդիպելու, այ որ իրանք գնում են իրան հանդիպելու, չէ, այդտեղ շատ այսպես համով մի հատ
բան կա, էպիզոդ կա այդ ամեն ինչի մեջ, չէ, ուրեմն իրանք երբ որ ֆլեյտայի ձայնը լսում են, արդեն հասկանում են, որ Գերագույն Աստվածնավորությունը իրենց կանչում է, որպեսզի շատ մոտիկ թողնի, հա։ Եվ իրանք, որոնք հոգևոր աշխարհի ամենագեղեցիկ էակներն են իրականում, իրանք լրիվ ինքնատիրապետումը կորցնում են։ Եվ երբ որ իրանք վերջում գալիս հասնում են եւ կանգնում են Աստծո առաջ, երբ որ դա նկարագրվում է, կարելի է մտածել, որ դու թող ինձիներեն ցիգանսկի տաբր, հա, այսինքն մեկը միական ջողը կպցրել է, մյուսը բորած շտապելուց բան է արել, քիչ ուշադրություն դարձրել, մյուսի հագուստը լրիվ քանդվել է, միջև ինքը այդտեղ վազելով եկել է եւ այլն, այսինքն այսպես էլի լրիվ այդ երաժշտության ազդեցությունն է նկարագրվում, սա է մեզի շատ հետաքրքիր, չէ, որ այն միշտ հիշեք, նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորության ձեռքում չկա ոչ գուրզը, ոչ ժամանակի ակը, ոչ ուրեմն խեցին, որով ինքը դեպի կրոնականություն է կանչում, հա, եւ ոչ էլ լոտոսը։ Իր ձեռքում մնում է միայն ֆլեյտան։ Այսինքն, տեսեք ինչ է ասում արիացին, սա ինքը թեմա է, որը թող ինձ ներեն, բայց տղամարդիկ ընդհանրապես չեն քննարկում։ Հասկանում եք, որտեվ վերջնական նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը, նորից եմ կրկնում, ինքը իր ձեռքում թողնում է միայն ֆլեյտան։ Այսինքն, այն վիբրացիաները ձայնային, որոնք իրենք ազդում են անմիջապես էմոցիայի վրա։ Եվ դա հոգևոր աշխարհի ամենագնահատելի բանն է համարվում, որտեղ Գերագույն Աստծո անձնավորության երանությունը, այդ ամեն ինչի մեջ մասնակցող էակների երանությունը ինքը հասնում է իր այսպես պիկին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ իմաստով, չէ՞, ուրեմն տեսեք ինքը ինչ հետաքրքիր բան կա, էլի։ Հոգին ինքը այս նախասկզբնական վիճակում, հասկանում եք, ամենաիրան հոգեհարազատ լեզուն այդ հոգևոր աշխարհից, որտեղ դա է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը թարգում է խոսալ, երբ որ հրավիրում է այն ինչ որ կոչվում է հոգևոր սեր, երբ որ ինքը հրավիրում է այդտեղ կենդանիակներին, ինքը դադարում է խոսալ, ինքը սկսում է նվագել, հա, եւ երբ որ ինչ է ժամկում նվագել, ինքը իր սրտի մեջի վիբրացիաները դուրս է բերում որպես երաժշտություն, չէ, եւ երբ որ դիմացինը ինքը լսում է այդ երաժշտությունը, եթե ինքը իր ներսի աշխարհը համընկնում է, ու ինքը այդ ազդեցությունն է կրում, չէ, ուրեմն դա են այն էակները, որոնք իրենք ունեն որակավորում մասնակցելու այդ հարաբերությունների մեջ։ Չիմանում եք, սա ամենաբարդ թեման է սա, չգիտեմ, կարողացա անպատրաստ մարդու համար գոնե ինչ-որ մի կերպ բացատրեմ, թե այդտեղ ընդհանրապես ինչի մասին է խոսքը, չէ՞։ Եվ տեսեք ինքը ինչ հետաքրքիր բան է այստեղ դուրս գալիս այդ արտաքինից ոչ մի բան չասող տեքստի մեջ։ Երբ որ արտահայտվում է կամ արարվում է նյութական աշխարհը, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը, չէ՞ որ Բրահման ինքը Աստծո կամքն է, չէ՞ կատարում, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը թողնում է բոլոր այն ինստրումենտները, որը հոգու լեզուն է։ Եվ այդտեղ շատ կարևոր դեր է կատարում պոեզիան եւ երաժշտությունը։ Ընդհանրապես ասվում է, որ բարձր դրախտային մոլորակներում, որտեղ խոսում են սանսկրիտ լեզվով, հոգևոր աշխարհում, որտեղ խոսում են սանսկրիտ լեզվով, հա, խոսքը, այդ սանսկրիտ բառերը իրենք արտասանում են երգի նման, то есть բառերը իրենք նույնիսկ խոսալուց բառերի հետ երաժշտություն են մտցնում, ոնց որ այսպես
բան էլի, ոչ թե այն իմաստով, որ մենք ենք ասում երկելով, այլ իմիդա խոսալով իրանք երկում են։ Այդքան հաճելի պիտի լինի խոսքը մարդու համար, որ ասում են ոնց որ երկի։ Այդ հոգևոր աշխարհում հենց այդպես են խոսում։ Եվ դա հոգու համար, հոգուն զարթնացնող, հոգուն ուղղված, բանն է։ Աստծո Աստծո կողմից կիրառվող ինստրումենտն է, իրան ֆլեյտան, հասկանում եք, և այդ նախասկզբնական Աստծո ձեռքը մնում է միայն ֆլեյտան, ինքը դրանով է ասում, որ այո, ես սեր եմ, և ուրիշ ոչինչ ես աշխարհում ինձ չի հետաքրքրում, բացի դրան, որ ես սիրեմ ձեզ բոլոր 5 հարաբերություններում, եւ որպես ծառա, եւ որպես տեր, եւ որպես ընկեր, եւ որպես բարեկամ, եւ որպես սիրեցյալ, հա, իսկ դուք սիրեք ինձ։ Սա է գոյության վերջնական իմաստը հարաբերությունների մեջ վայելել սերը մեկ-մեկու հանդեպ, չէ՞։ Հիմա երբ որ մենք ասում ենք վայելել սերը, դա չի նշանակում, որ մենք կարող ենք լինել արատավոր անձնավորություններ եւ մեզ կարող են սիրել։ Արատավոր անձնավորությունը կարելի է միայն համբերել, հա, կամ իր հանդեպ կիրք ունենալ։ Բայց սիրել արատը, այդ անհեթեթ գաղափար է, որը այդ որ շատ են էլի սիրում խոսալ սիրո մասին, ես այդտեղ ոչ մի ռեալ պլատֆորմա չկա, հասկանում եք, սիրո թեմայով։ Եվ հիմա սիրելիներս, ուրեմն մենք այս բաները պիտի հասկանանք, որ ուրեմն բան է լինում էլի, որ ազնվորությունը, չէ, ինքը պիտի մենք կներեք, ինքս ինձ շեղեցի, մենք պետք է հասկանանք, չէ, որ այս տեսանկյունից ինքը մի հատ շատ նուրբ բան է ստացվում։ Հասկանում եք, որ ինքը հոգու այդ ամենասիրած ձևը, որ իր հոգու այդ ներքին վիբրացիաների, էմոցիայի վիբրացիաների հետ խոսացող եւ հոգու լեզուն դա երաժշտությունն է, հա, եւ տեսեք, այստեղ միանգամից հասկանում եք, չէ՞ թե ով ինչ երաժշտություն է դուրս բերում այս աշխարհ։ Ոտքից գլուխ վնասված էակները, որոնց ներքին ամբողջ աշխարհը ցավից մռմռում է, երգում են ռոք։ Հասկանում եք։ Կրքոտները երգում են կրքոտ երաժշտություն։ Ներքինից рассуждение, հա, ներքինից առողջ, նուրբ, բայց եւ մտածող անձնավորությունները, չէ, իրանք սիրում են հանգիստ, այսպես հանգիստ, զուլալ երաժշտական վիբրացիաներ։ Եվ ուղղակի հակառակը, չէ, ասես ինչ էլ արտաբերում։ Եվ հակառակը, երբ որ ազնվորությունը ինքը մշտական սիրում է ռոք, ինքը իր ներսում չի կարող ունենալ խաղաղություն, որտեղ ինքը մշտական սրտի չակրայի մեջ ստանում է վիբրացիաներ, որոնք իրան սարքում են վերքոտ մարդ։ Կարողացա բացատրեմ ինչ եմ ասում։ Հասկանում եք, եւ այս ամեն ինչը ինքը պատահականություն չի։ Սա շատ էսպես կարգավորված եւ այստեղ ամենակարևորը, որ մենք դա հասկանանք, որ դա հոգու, այսինքն գիտագույն Աստծո անձնավորությունը այդ մակարդակի նյութական աշխարհում հոգուն մենակ չի թողել։ Որ հոգին ինքը կարողանա երաժշտություն ստանալ, կարողանա պոեզիա ստանալ։ Չէ, տեսեք օրինակ, այդ տեսանկյունից
ազդեցության տեսանկյունից ամենաքիչ ազդեցությունը մարդու վրա, օրինակ կոնկրետ մարդու վրա թողնում է живопись, չէ՞։ Իսկ ամենաբան ազդեցությունը թողնում է երաժշտությունը եւ պոեզիան, գրականությունը, հատկապես պոեզիան։ Այո, օրինակ ասեք, մենք կարող ենք կարդալ ռոման, ոնց է հայերեն։ Ну, в общем, հասկացաք ինչ եմ ասում, չէ՞, կարող եք գիրք կարդալ, կյանք նկարագրող, եւ չունենանք էմոցիոնալ այն աստվածությունը, որը կարող ենք ստանալ մի փոքրիկ բանաստեղծությունից։ Որտեղ դա նախասկզբնականորեն հոգևոր աշխարհի ամենակարևոր կամպոնենտներից մեկն է, ոչ թե հենց ամենակարևորն է, այլ կարևոր կամպոնենտներից մեկն է։ Որովհետև հոգևոր աշխարհի ապրողները իրանք հիմնված են սիրո վրա, իրանք խոսում են պոեզիայով եւ երաժշտությամբ։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը այ հոգու համար թողել է այս աշխարհում այդ երկու երևույթը։ Հասկանում եք, սա շատ հետաքրքիր կետ է, որը ինքը ցույց է տալիս ես շատ սիրում եմ ամենտեղ գտնել գերագույն աստվածավորության հոգատարությունը, որտեղ եթե ասված է, որ ինքը սեր է, այդ սերը պիտի ամեն կետում ինչ որ միտեղ արտահայտվի։ Եվ ես միշտ փնտրում եմ, թե իսկ այս երևույթի մեջ ինչպես է արտահայտվել իր սերը։ Եվ սա ինձ համար, չգիտեմ ինչպես ես, չգիտեմ կարողացա փոխանցեմ թե չէ, բայց ինձ համար սա ահավոր նուրբ կետ է, որտեղ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուրեմն այդ ազդելու այդ մեթոդը թողել է հոգու համար։ Ինչու համար, որպեսզի նյութական աշխարհում պատկերավոր ասած հոգին երբեք վերջնականապես չմեռնի։ Ու քանի դեռ կենդանեակը ինքը սիրում է լսել երաժշտություն, որը խաղաղություն է բերում իր սրտի մեջ, սիրում է լսել ոտանավորներ, որը իրեն այդ իր հոգու հետ հոգու զարթացնող է, չէ՞ որտեղ կա երաժշտություն, որը ինքը գազան է զարթացնում առաջի չակրային խմբելով, այդ օրինակ Աֆրիկայի աբորիգենները, որոնք իրանք մենակ բան ունեն, չէ՞, այդ դհոլներ ունեն, թե այդ իրանք այդ դհոլներ խփելով, որ իրենի առաջի չակրան է միանում, ինչն է այդտեղ միանում, ինքը միանում է կենդանական վնասները, եւ այո, նրանք ովքեր որ ապրում են բնության մեջ, իրանց համար այդ կենդանական վնասները մեջը առողջ պահելը, դա իրանց կենդանի մնալու միակ ձևն է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այլն։ Եվ ասենք, այս պահը ինքը շատ նուրբ է։ Հասկանում եք, եւ այո, մենք կարող ենք տեսնել, որ իմինը հոգին, չէ՞ որ կենդանի էակը, չէ, ինքը կարող է այնքան խրվել նյութական աշխարհում, դա կենդանիներն են, կենդանական աշխարհն է, եւ մարդն էլ ինքը կարող է այնքան խրված լինել նյութական աշխարհում, որ կենդանում ակնթարթ ունենա, այսինքն որտեղ ինքը կյանքի պայքարից այն կողմ, ուրիշ ոչ մի բան չի կարողանում անել, չի կարողանում ուրիշ ոչ մի բանի մասին մտածել, հասկանում եք, այդ ամենացածր դեգրադացիան է, չէ՞։ Եվ հոգու տեսանկյունից այդ դա նշանակում է, որ ինքը սենց էլի այսպես լրիվ փակված է այդ տգիտության էներգիայով, ու դա կարելի է հանգիստ ասել, ոնց որ հոգին մահացած լինի։ Հասկանում եք։ Եվ այդ դրանով, թե ազնվորությունը ինքը ինչ երաժշտություն է սիրում, ինչ պոեզիա է սիրում, կարելի է միանգամից հասկանալ, թե իր հոգին ինչքանով է զարթում, ինչքանով է վիրավորված, վիրավոր այն րանին էլի, բառից բուն իմաստով։ Հասկանում եք, կամ ինչքանով է առողջ, ինչքանով է սիրող,
Հասկանում եք, այդ անմիջապես երևում է։ Բայց բոլոր դեպքերում այս կապը կա, որ քանի կենդանի ինքը պահպանում է իր կապը երաժշտության եւ պոեզիայի հետ, այս կամ այն չափով վիրավոր թե առողջ, բայց հոգին արտահայտված է։ Հասկանում եք։ Եվ այս սրա մասին էր այս առաջին հայացքից իր մեջ ոչ մի բան չպարունակող տեքստերը։ Ну, իրականում ես այս թեմայով կարող եմ խոսալ օրերով, բայց կարծում եմ, որ այս ֆորմատի մեջ այսքանը բավարար է։